Ես երևի վաղն էլ կմնամ, սոր կգնանք հասնությունի դաշնամուց։ Այնակ զատո պատմեմ, որ ինչ լավ էի նվագում էի նամարակ ոչ չեք, ու գիտես ես վերջում եմ տեսել բան երեք, էտ մաղթուշադիր ինձ էլ նայում, հետո ես ասի ան երոք գիչասի կասում չէ, էտ հետ որ դու նվագում էի, ապեները նրանց այն մեծը երևի, որտեղ մյուսի շուշուտ էի տեսնում Հայաստանը, ես մեկը Ֆրանսիա էր որ ապրում։ Գլխարկ դնում ես, թե չէ։ Չէ, հա։ Մի րոպե։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ոնց եք, լավ եք։ Մենց եմ հարցնում, ոնց որ դուք էլ հիմա այդտեղից պետք է ասեք լավ ենք։ Չեք ասի, բայց կարեք գրեք։ Ոնց եք դուք։ Կարծեմ դեմքից փոփոխությունը հիմա դուք էլ կզգաք, չէ, ահագին տարբերություն կա։ Ճաշերը պատրաստեցի, անջատեցի, հիմա սպասում եմ երեխեքը գալու են, մինչև էդ ուզում էի նվերս ցույց տայի, ընկերուս բերած նվերն էի ուզում ձեզ ցույց տայի, մի րոպե։ Իրեն էստեղ, բացել նորից նայել եմ, հեսա ձեզ էլ ցույց տամ, ես Աշոտի մի հատ ճանապարհ ենք դուրս նոր։ Գնացիր Աշոտ, բանալին վերցնում ես։ Բանալին վերցնում ինչ անում։ Էն նա բանալին վերցրատում։ Լավ է, որ այստեղ շենքերի մուտքերը կոդերով այդ շատ լավ անվտանգության համար, չգիտեմ իհարկե ամբողջ քաղաքում այդպես թե չէ, բայց շատ լավ է, իրոք շատ լավ է։ Ահա, լավ։ Աշոտը գնաց, ուրեմն աղցանի ամաններն եմ ուզում ձեզ ցույց տամ, ինչքան սիրուն են, այնքան նուրբ են ժողովուրդներ, պատկերացրիք ոնց։ Սյուզին ա բերել, մերսի Սյուզ ջան, իրոք շատ սիրուն են, եթե չհավանեի հաստատ հետս չէի տանի, հավանել եմ ու հետս տանելու եմ, չնայած այս անգամ որոշել եմ ոչ մի այսպիսի բան, աման բան չտանեմ, այս ուղղակի Սյուզին որ բերեց, տանելու եմ, հուշ որպես, բայց այնպես չեմ ուզում, ընդհանրապես ամանեղեն տանեմ հետս, այստեղ ցնդեղ ինչ աման տանեմ, ահա, այս աղցանի ամանները տուփի մեջ 3 հատ են, 3 աղջկաց ցույց եմ տալիս, ասում է, սրանից մեծնել չես ուզի, հետը միրգ բան կլսնես, տանես, օգտագործես, ասում եմ չի, երևի չեմ ուզի արդեն այդ չափի, այս մենակ սրանք աղցանի համար, տեղ էլ չունեմ դնելու, գիտեք, ամեն քիչ աման հավաքեմ, այս այսպես տուփով կդնեմ ճամպրուկից մեջ կդանեմ, առևտուր ունեմ, ժողովուրդ ջան, մինչև այդ առևտուրն էլ ցույց տամ, քանի հիմա ժամանակ ունեմ, մի քանի հատ հարցեր եք գրել, ուզում էի այդ հարցերին պատասխանել, նախ նորից հարցրել եք ինչքանով ենք վարձել տունել, եվրոյով 31, մոտ 32 եվրո է կազմում օրական, Կոմիտասի վրա է, տեղը շատ կարևոր է, տունը հարմարությունները շատ լավն են ու այդ կինն է, այդ իմ ասած բանը որ նայեք, ինչ էր կոչվում, ապը, ապլիկացիան, որ քաշեք նայեք, այնտեղ ամեն ինչ կտեսնեք, եթե չեք նայել, նախորդ վլոգների մեջ գրել եմ, սկրինշոտ էի դրել, նայեք, Airbnb-ով եմ ընտրել, հա, հարցրել եք երեխեքիս աղջիկներից նկարեմ ձեզ ցույց տամ հարազատներից, ոչ բոլորն են ուզում նկարվեն, ժողովուրդ ջան, բայց այսօր աղջիկս գալու է, մեծ աղջիկս իր ընտանիքով, եթե համաձայնվեն նկարվել, կնկարեմ, այնպես որ բոլորը չեն ուզում, բոլորը չի որ ուզում են նկարվեն, ես էլ հարգում եմ իրանց, ես ուղղակի հարցնում եմ, կարամ նկարեմ, եթե ասում են, հա, նկարի նկարում եմ, եթե չէ, չեմ նկարում ու խնդիր չի, նորմալ է, ամեն մարդ չի ուզում նկարվի։ Մի քանի բան առա հետս տանելու համար, հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ։ Այս սովորական թաց անձեռոցիկներ եմ վերցրել, տանելու համար չէ, ուղղակի պայսակի մեջ դնեմ, պետք է լինում, գիտեք, էլի ճանապարհորդելուց միշտ պետք է թաց անձեռոցիկը։ Մի րոպե։ Երեխեքի համար այսպիսի բաներ եմ վերցրել, ներկելու համար ուղղակի, որ գյուղ գնամ տանեմ, երեխեքի ներկեն զբաղվեն։ Ներկիր ինքը շատ լավ բան է երեխեքի զբաղվունքի համար։
նվերի համար այսպիսի բաներ եմ վերցրել, մեկը ոնց որ սալորաչիր ու նուշա մեջը, մեկն էլ ընկույզ ու ինչ էր տատ մյուսի մեջ, դեղց ճիշտ է, հա դեղց, ընկույզ ու դեղց, սրանք եմ վերցրել շոկոլադապատ, այդպիսի չրերով բաներով, շատ սիրուն բաներով են, տուփերով, չգիտեմ ինչքանով են լավ բան, ժամկետները նայել ենք, գները ինձ թվում է ձեզ կհետաքրքրի, ես կգրեմ, սրա քաշը 120 գրամ է օրինակ, սիրուն բան է նվերի համար, մի քանի հատ վերցրել եմ, Շուտ, իսկան շուտ, ես մեր ներքևում բաներ են ծախում, ինչ է ես, ինչ բրդուչ, քաբաբ, շաուրմա, հա, շաուրմա, այստեղ ունեմ, վերցրել եմ լեռնային փունջա կոչվում թեյերա, խառնուրդ է, տարբեր բուսական թեյերի տարբեր բույսեր են խառնած, հետը ստանելու համար եմ վերցրել, էլի թեյ եմ վերցրել, նվարկյան ասեմ, հա, ես բանա, ուրցա, հա, երկու հատ ուրց եմ վերցրել, մենք ենտեղ հայկական խանդից էլ ենք առնում ուրց, ու պատկերացրեք, անգամ կարայի չվերցնեի եստեղից, որովհետև և գնային առումով և բան նույնն է, այնպես որ անգամ չրերը, լրիվ նույնն է գները ժողովուրդ ջան, կարող է կախված շուկայում դեժան կլինի, բայց մենք շուկա չենք գնում, երկու քիչ հեռու է, կարայի տաքսով գնայի, բայց ինձ հարմար չէր գնալը, այսպեսի սիրուն բան եմ վերցրել, էլի նվերի համար, չրերի փունջ, այսպես չրերի հավաքածու է, նվեր եմ վերցրել, հայկական հենց գրած է արմենիաբան, այս ճիշտ ասած վերցրել եմ մենեջերիս համար, Արմենիա գրած, ուշացրի, ոնց որ փայտատի բանով սարքած, կարծես կհավան, այստեղ երեխեքի համար մատիտներ եմ, այս տանելու համար չկիրի համար, ախարվել եմ իրար երկուսը, նանա եմ վերցրել, այս տանն էլ կա դրած, խմում ենք շատ լավ համար, լավ թեյա, ես էլ եմ վերցրել տանեմ հետ ես հավանեցի շատ, մի տարի ժամկետ ունի, ուրեմն երկու հատ սուպերմարկետ մտանք չրեր նայելու համար, երկուսի մեջ գնային ահագին տարբերություն կար, այն մի սուպերմարկետից, որը որ կիլոյով էր դրած, մի ստենդեղից վերցրեցի, ուղղակի մի քիչ այդպես վերցրել եմ, շատ թեթևակի, շատ չեմ վերցրել, որովհետև գինը նույնն է, նա այնտեղից կտանեմ, այստեղից քաշ չեմ անի տանեմ հետս։ Վերցրել եմ երկու տեսակի դեղցի ճիր, տեսեք ինձ սիրուն փաթեթավորեցին, լցրեցին, փաթեթավորեցին, Այս մեկը ծիրանի չիր է, գիտեք որ ծիրանի չիր առնում ենք այնտեղ Բելգիայում ու այստեղի չիրն ենք ուտում, ասենք հայկական խանութից առած ծիրանի չիրը, համեր ինքան տարբեր են, հայկականը շատ համով է։ Մտքով սանցավ մի հատ խունգ եմ վերցրել, մտածում եմ որ խունգը մենակ գերեզմանում չեն ծխեցնում, խունգը կարելի է տան մեջ էլ ծխեցնել իմ կարծիքով, հոտը լավն է։ Այսպես սիրուն փաթեթավորմա Մի հատ անել եմ տան մեջ այդպես վառեմ էկո խունգը։ Այս տոպրակաղը։ Հա, այսքան բան եմ առել։ Ընդհանուր վճարել եմ երկուսը միասին, երկու սուպերմարկետը միասին, այսքանի համար 10,000 դրամ, մի խանութում 10,200, մի խանութում 10,900, մյուս խանութում։ Այս էր իմ առևտուրը, ժողովուրդ ջան, հիմա սրանք երևի կփորձեմ արդեն ճամփուկի մեջ տեղավորեմ ու արդեն երեխեքը այս արդեն ուր որը հասնում է։ Նայեմ հլը բանջարեղենը զգացել եմ ինքան ուշ է էպրում,
կարտոշկա, գազար, այնտեղ որ լսնում ենք մի անգամից եփվում է, իսկ թվում է այնտեղինը շատ քիմիա են տալիս, երևի դրանից է, այստեղ ուշ է եփվում, զարմանալի է, այս գազարը արդեն ինչքան ժամանակ է մեջն է, հավի միսը կիսաեփ էր, արդեն լրիվ եփված է, շատ է մի բան էլ, նայեմ պղպեղը ոնց է, հա, այս եփված է, բայց գազարը չի, փաստորեն ստե կարող ավելի քիչ քիմիա են տալիս, թողնեմ մի 2 րոպե եփվի անջատեմ, մինչև այդ կանաչին կկտրատեմ, այստեղ էլ տավարի միս եմ խաշում, այս էլ է երկար եփվում, շատ երկար, երևի մեծանասուն է, չգիտեմ, ուզում եմ խաշլամա սարքեմ, այս համ հեշտ է, խաշլամա սարքելը հեշտ է, մի հատ հանեմ նայեմ միսը, գիտեք մի ժամ եփվում է, բայց այն մի օրն էլ մի 2 ժամ ավել խաշվեց միսը, ասա մի հատ նայեմ հլը, չէ, այս ավելի ոնց որ բանա, ջայլ միս է էլի, ջայլ անասունի միս է, մի քիչ էլ եփվի, արդեն կարելի է կարտոշկա բանը ավելացնել, թողնեմ թողես մի քիչ խաշվի, էլի, մինչև այդ կանաչին կկտրատեմ, Այս կանջատեմ, կանաչին կտրատեմ, ավելացնեմ, կանաչներից համ եմ ունեմ, այս կտրատեմ, ավելացնեմ, գծու պղպեղ չունեի, որ լսնեի, բայց քաղցր պղպեղ կարվի, ավելացրել եմ, տանակը շատ սուր չի, բայց այնտեղ ուրիշ տանակներ էլ կան, այն ամենամեծը, ինչով որ միս են կտրում, լավ սուր է, անուշ հոտ է գալիս է, գրել էիք Հայաստանի կանաչին շատ համով է, շատ անուշ հոտ ունի, իրոք որ շատ անուշ հոտ ունի, ես չեմ կարող մոտեմ հիմա, այս ձևով իմ դնդերը դեռ ցավում են, բայց հոտը շատ անուշ է ժողովուրդ, իրոք շատ արտակարգ, ես ավելացնեմ ճաշի վրա, կանաչու եփվել ինչ է, Թեկուզ չեփվի ավելի լավ թարմությունը կմնա, ես էլ մի հատ խառնեմ ու անջատեմ, սպասեմ մինչև երեխեքը կգան, մինչև այդ միսն էլ կեփվի, խաշլաման էլ կսարքեմ, այսպես սիրուն է արդեն տեսքը, սրա հետ Փլավել ունեմ, վերմիշելով փլավել եմ սարքել, էդ էլ կտակացնեմ, տեսքը վատի չի, հա, դապնետերև եմ լծրել, այս մեկը պատրաստ է, հիմա սպասեմ միսը թող լավ խաշվի, են հեշտ է, արդեն խաշլամայի գործը հեշտ է, կարտոշկա պետք է ավելացնեմ, կարամ լոլիկ ու պղպեղ էլ ավելացնեմ թարմ, երևի արդեն երևի կարելի ավելացնել, որովհետև միսը ահագին լավ եփվել էր, Միսը ոնց որ ահագին եփվել է արդեն, կարտոշկան լսեմ, որովհետև կարտոշկան լա երկար եփվում, 4 մասի կբաժանեմ, որ հիմա էլ շատ երկար չեփվի, չէ, ավելի լավ է 2 մասի թողնեմ, ավելի լավ է այսպես թողնեմ, Դանակս կանաչի հոտը չի խանգարը կանաչին թող մնա, ես լսնեմ, ահագին մեծ կարտոֆիլներ են, բայց հետաքրքիր է ժողովուրդ, իրոք ինչից է, որ այստեղ բանջարեղենը ավելի ուշ է եփվում, երևի ավելի լավ է, էլի ավելի քիչ քիմիա են տալիս դրա համար, չնայած գիտեմ, այստեղ էլ են տալիս, այնտեղ այնքան շուտ է, եփում են փխլվում է, կարտոշկա, բան, գազար, իրական պետքա դուրս էլ գամ, պետքա մի հատ տակի խանութը մտնեմ, երևի շալով կփաթաթվեմ, մի հատ իջնեմ արագ գամ, սպասեք ես մի քիչ ուժեղացնեմ, Աշոտը տանը չի գնացել ընկերների հետ հանդիպման,
Ես մենակ եմ, տան գործերն արեցի։ Էլի հարցրել էիք տան համար ինչքան ենք վճարել, ժողովուրդ ջան, համարյա 10 օրվա համար, համարյա եմ ասում, որտեվ 9 գիշեր էլի, 10-րդ օրը դե դուրս ենք գալիս, վճարել ենք 200, համարյա 80 եվրո։ Ես այսպես մի անգամից կարելի է ես էլ այսպես կտրատել, դանակը լավ չի կտրում, հենց այսպես վրայից կկտրեմ։ Ես ինչքան շատ եփրի, ինքան լավ, որովհետև շատ բանա պինդ էլի ցիկ միսա, ես չեմ կերել, բայց տեսնում էի, որ դանակով որ փորձում էի կիսելնա եփվելա, շատ մեծ անասունի միսա զգացվում էր։ Այս թողնենք, թող եփվի, ես դեղին պեղպեղումն եմ, սրանից կլսնեմ, գծում լավ կներ, որ գծվեր վրան, բայց ոչինչ գծում որ լսնեմ, երեխեքը չեք կարող ուտել։ Ես էլ կտրեմ, կանաչ գույնը սիրուն գույներ չէ։ Գրել էիք ինչ ատամներ եմ սարքում, պրոթեզ թե իմպլանտ, երևի նախորդ վլոգը չէիք նայ, իմպլանտ եմ սարքում, ժողովուրդ ջան, մի քանի հոգի էլ հասցեն էին հարցրել, անունն էին հարցրել, գրել պատասխանել եմ։ Այս բժշկին ինձ խորհուրդ են տվել, ես նոր, ասենք առաջին անգամ եմ իր մոտ գնում, ես գոհ եմ բժշկից, բայց դե հետո դե կիսատա, որ ես հիմա ամբողջությամբ ասենք կարծիք հայտնեմ, ճիշտ չի լինի, բայց ով որ օգտվել է, շատ գոհ է ու ինքն է խորհուրդ տվել, ասենք ասել է էլի, ես բժշկի մոտ եմ սարքել ու շատ գոհ եմ։ Հա չծածկեմ, ուզում եմ մի փոքր տոմատի մածուկ լսեմ։ Գիտեք ինչ զգացի, որ այստեղ տոմատը ավելի թթու է։ Մի քիչ գույնի համար կլցնեմ։ Տոմատը ժողովուրդ ավելի թթու էր, այն մի ճաշը որ սարքել էի, դրա մեջ լցրեցի, այնտեղի հաշվարկով լցրեցի, ոնց որ այնտեղ եմ լցնում, Բելգիայում, բայց ավելի թթու էր, գազար եմ լցրել նրա մեջ, որ շատ թթու չելնի էլի։ Առայժմ թողնեմ, թող այսպես եփվի, հա, այստեղ ուզում էի բանել լցնել, սպասեք, դափնե տերև, սպասեք ժողովուրդ ջան, մի քանի հատ էլ դափնու տերև գցեմ, իմ աղջիկա բերած դափնե տերևը։ Աղջիկներս այստեղ չեն ապրում, ժողովուրդ ջան, հարցրել էիք, Երևանում չեն իրանք։ Ապարանց, Աղկահովիտ, մարզերում են ապրում եմ երեխեքը։ Ես էլ դե պետք է այստեղ լինեի, չէ, Ատամնաբուժանի մոտ դրա համար Երևանում եմ մնում։ Առայժմ այսքան է, աշուտ նախաշլամայի մասնագետ, բայց իմ վրա է թողել։ Տանը չտե ես պետք է անեմ։ Ահագն եփվեց, հիմա նայեմ աղը լցնեմ, լսին առանձին աղ չեմ գցել, որ աղը որ շուտ են գցում, լավ չի եփվում են, ուշ է եփվում ավելի շուտ։ Լնայեք, կարտոշկան այսքան ժամանակ չի եփվել։ Շատ չեմ էլ եփելու կարտոշկան իհարկե, ջուրահագի շատ եմ արել։ Այն որ սարքում էին գյուղերում խաշլամային սարքում, հիշում եմ աշոտ ենք նախկինում որ սարքում էին, բան էին լցնում, ձեռով լցնեմ որ ճիշտ չափն իմանամ, գարեջրով խաշլամային սարքում։ Այստեղ ոնց որ աղն է աղի լինի, ավելի լավ է չափով լցնեմ, այսինքն չափով չէ, էլի համը տեսնեմ, հետո նոր ավելացնեմ, հանկարծ աղը չսարքեմ։ Մի փոքր կարելի է աղացած սև պղպեղ էլ լցնել։ Համեմունք է, էլի։ Սպասեք, ես էլ լցնեմ։ Շատ էլ չանեմ, չկծվածնեմ։ Ջուրը շատ է, բայց դե ինչ անեմ, բայց ուշ է եփվում, բացի դրանց մարդկա սիրում է այս ջուրը, խաշլամայի։ Ծածկեմ թող եփվի, մի քիչ հետո համը կնայեմ աղի ոնց է, ու նորից եթե պետք լինի կավելացնեմ։ Ձյուն է գալիս Երևանում ժողովուրդ ջան, առավոտ 0 աստիճաններ, բայց հիմա էլի իջել է ջերմաստիճանը, սենց սիրուն, խոշոր փաթլներով ձյուն է գալիս, ես երկար չի գա,
խոշոր փաթիլները հլն ինչքան սիրուն են։ Ժամը 4-ն է, 4:20-ի կողմերը։ 10 տարվա մեջ սկսի պահել թորնիկների հետ միասին նստենք։ Մի անգամ, Աղջկա Փեսայի հանստիկ զելց եկեք չէ։ մի անգամ։ Բայց ինչ սիրուն եղանակ երեխեք, չէ։ Ինքան սիրուն է։ Ոնց որ հեքիաթային։ Կյանք դասերը լավ են ընդհանուր։ Հա։ Ամենաշատ որ առարկան է սիրում անջը։ Դասս Հանցել է։ Մաթեմատիկա։ Ամենաշատը մաթեմատիկա անգլերեն։ Անգլերեն։ Մոտ կոմոդ Չես տանում անգլերեն։ 9 Ոյ օպրես։ Լավ, օպրես դու։ Sense բան չէ, հիշում ես մի 3 օր հետո կախում են համալսարանի Հա, պատից, հա, Բայց տեստեր այլ։ հա, բայց sense դժվար չի եղել։ Բայց թեստերը երբ անց արեցին, չեմ հիշում ես։ Մեր վաղ թեստեր չեմ հիշում։ Հա, չամանակել էր իրենց։ Էս Աննահիտներ կյանք են դերասանում, Աննահիտ Կիրակ Էնուսը։ Ես շանտի դերասանը ինչ գիտեմ։ Մենք Արմենիա ենք։ Բաժանվել էր, նորը բանում գրել էր Instagram-ում, չգիտեմ ինքնա թե չէ։ Երևի պես խիա բացելում եմ չի բացվում։ Հաջորդ օրը ժամի քանիսին արդյունքները կարանք իմանալ։ Գրավոր քննության։ Այսինքն մեկ յուղ նորից հետ է գալիս, բան։ Կամ մնում։ Հա, 19-ին